Երբևէ մտածել եք ինչ է մահից հետո մարմինը ընդամենը ամիսների ընթացքում փտում եւ անհետանում, իսկ ոսկորները մնում են հազարամյակներ։ Ձեր ոսկորները կոշտ սկավառակներ են, այլ կերպ ասած չիպեր։ Դրանք մեր օրգանիզմում ամենախիտ մատերիան են։ Իրենց մեջ ձայնագրում են ոչ միայն մեր կյանքը, այլև մեր նախնիների, 7 սերունդների վախերն ու չիրականացված երազանքները։ Ոսկորը հիշողության ամենակայուն կրիչն է։ Մեր ոսկորները բաղկացած են բյուրեղներից։ Իսկ ինչ են անում բյուրեղները ֆիզիկայում։ Նրանք կլանում եւ պահպանում են ինֆորմացիան։ Մեր համակարգչի եւ հեռախոսի հիշողությունը նույնպես հիմնված է բյուրեղների վրա։ Ավելին, երբ ոսկորը սեղմվում է, այն արտադրում է էլեկտրականություն։ Այսինքն, ամեն քայլի հետ մեր կմախքը հոսանք եւ ինֆորմացիա է փոխանցում։ Ստացվում է, մեր կմախքը մի հսկայական գրադարան է, որտեղ գրված է մեր տոհմի պատմությունը։ Հին աշխարհը գիտեր դա։ Բոլոր կրոններում սուրբ են համարվում ոսկորները, մասունքները։ Քրիստոնեության մեջ մարդիկ հավատում են, որ սրբի ոսկորները ուժում են։ Ինչու՞։ Որովհետև ոսկորը պահպանել է այդ սրբի բարձր էներգիան եւ հիշողությունը։ Նույնիսկ մահից դարեր անց բուդդայականության մեջ կա լուս ոսկորի գաղտնիքը։ Դա ողնաշարի ամենաներքևի ոսկորն է։ Ըստ լեգենդի, այն չի ոչնչանում ոչ կրակից, ոչ էլ ջրից։ Հավատում են, որ այդ փոքրիկ ոսկորի մեջ են պահպանվում մարդու ԴՆԹ-ն եւ հոգու կոդը վերածնվելու համար։ Ահա թե ինչու, երբ մարդը ունենում է ծանր ճակատագիր, նրա մոտ սկսում են ցավել ոսկորները, ողնաշարը կամ ատամները։ Սա պարզապես կալցիումի պակաս չէ։ Դա տեղեկատվական ծանրություն է։ Էզոթերիկայում եւ աստղաբանությունում ոսկորները ղեկավարում է Սատուրն մոլորակը, որը այլ կերպ համարվում է կարմայի եւ ժամանակի տերը։ Եթե դուք մշտապես մեջքի ցավ ունեք, հնարավոր է դուք կրում եք մի բեռ, որը ձերը չէ։ Դուք կրում եք ձեր նախնիների չլուծված խնդիրները։ Ինչ անել։ Ոսկորները սիրում են շարժում։ Ձգումները, յոգան եւ ողնաշարի ճկունությունը ջարդում են հին էներգետիկ բլոկները։ Թափ տվեք ձեզնից անցյալի փոշին, թող ձեր ոսկորները հիշեն միայն երջանիկ պահերը։ Իսկ դու ինչ ես կարծում այս թեմայի վերաբերյալ։ Գրիր քո կարծիքը տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։ Լայքիր տեսանյութը, որպեսզի այն հնարավորինս մեծ տարածում գտնի եւ բաժանորդագրվիր Արգամ բլոգի էջերին ավելին իմանալու համար։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։ Կհանդիպենք։